Արցախ պետական համալսարանում սովորելու ընթացքում տետրերի վերջում սովորաբար նշում էի այն հետաքրքիր աֆորիզմները, որոնք ինձ դուր են եկել։ Կարլ Յունգը ասել է հետևյալը, որ կյանքը իսկապես սկսվում է 40 տարեկանից հետո, մինչ այդ դուք պարզապես ուսումնասիրություններ եք կատարում։ Եթե փորձենք նկարագրել ձեր ընթերցողին, ով է ձեր ընթերցողը, ով է, գործարար է, երիտասարդ է, ով կյանքի ուղին է փնտրում, աշակերտ է, ուսանող է, ով է ձեր ընթերցողը։ Գրքում ներկայացված 2500 աֆորիզմները 800 հեղինակի աֆորիզմներ են ու մարդիկ, ովքեր կյանքում հաջողել են, դրանք գործարարներ են, մշակույթի գործիչներ են, քաղաքական գործիչներ կարող է լինեն եւ այլն։ Այսպես շարունակ մարդիկ են, ովքեր որ իրենց հետագիծն են թողել ոչ թե մենակ իրենց երկրում, այլ ամբողջ երկիր մոլորակում։ Ես մի հետաքրքիր բան նկատեցի, ձեր գրքերի վրա միշտ լինում է Ավետիք Համլետի Հարությունյան, այս անգամ զուտ Ավետիք Համլետի։ Ինձ հետաքրքիր է, ձեր հայրը կարդացել է արդեն գրքի մեջ էմոցիոնալ ինչ-որ կապ դրել եք հայրիկի հետ կապված։ Սահմանեք իրագործելի նպատակներ, կառավարեք ժամանակը, աշխատեք քրտնաջան ու արդյունավետ, եղեք հաջողակ ու երջանիկ։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա մեր զրուցակիցը փաստաբան Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս մի շարք գրքերի հեղինակ Ավետիք Հարությունյանն է։ Ողջույն Ավետիք։ Ողջույն Անուշ ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, միշտ հաճելի է քեզ տեսնելը, մինչ արդեն անցնենք բուն հարցազրույցին, դույով եմ խոսում, այդ ժամանակ էթիկան չեմ խախտի եւ դուքով կխոսեմ, ուզում եմ հիացմունքս հայտնել, անընդհատ ես հիանում եմ քո աշխատասիրությամբ։ Շնորհակալ եմ Անուշ ջան, հերթական անգամ ձեր տաղավարում հյուրընկալվելու համար, նախքան մեր զրույցը սկսելը, ուզում եմ սիրով ձեր ստեղծագործական թիմին նվիրել Շնորհակալ եմ։ Օրինակը, Գտիր քո իգիգայը գրքի օրինակը, վստահ եմ, որ դա կդառնա նաև ձեր սեղանի գիրքը եւ ձեր հրաշալի թիմը ընթացքում մշտապես Սիրով, ես սիրով դուք էլ գտնեք ձեր իգիգայը։ Ես հիմա կբացեմ, մինչ մեր հետաքրքիր հարցազրույցը, որին ես անհամբեր սպասում եմ, մի շարք հարցեր կան, որ պետք է պատասխաններն իմանամ։ Գրքի անվանումը Գտիր քո իգիգայը, հենց սկսենք անվանումից։ Ինչու գտիր քո իգիգայը, ինչ է իգիգայը։ Իգիգայը ինքը ճապոնական փիլիսոփայություն է, հասկացություն է այսպես ասած, որը թարգմանաբար նշանակում է կյանքի իմաստ, առավոտյան արթնանալու պատճառ, նաև որոշ դեպքերում ասում են կյանքի նպատակ եւ այլն։ Իգիգայը ենթադրում է, որ քո անելիքները, քո ծրագրերը ինչպիսի իմաստ են հաղորդում քո կյանքին, այսինքն որպեսզի յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում դու դնես ոնց որ այն հերավոր լուսավոր կետը, այն Ալեքսանդրիայի Փարոսը, այսպես հերվում արկայծող, որ դեպի այդ ուղղություն գնում ես, քո նպատակը գնում ես, բայց այդ քո անելիքի մեջ պիտի ունենաս որոշակի իմաստ։ Իհարկե շատ հետաքրքիր կոնցեպտ է, հայեցակարգ է իգիգայը եւ վստահ եմ, որ այն նաեւ շատ-շատերի մոտ ավելի խորը արմատ կգցի, կապ չունի հայեցակարգը կամ փիլիսոփայությունը ինքը ճապոնական է, թե այլ երկրի է։ Այս բaragam ճապոնական է, կարևորը հայկական իրականության մեջ մենք կարողանանք յուրովի մեկնաբանել եւ տեղայնացնել, օգտագործել։ Ինձ անչափ հետաքրքիր է նախապատմությունը։ Միշտ լինում է պատճառահետևանքային կապ, կյանքի ինչ փուլում եք որոշել, որ պետք է լինի այս գիրքը։ Սկսվել է դեռևս ուսանողական տարիներից, այսպիսի մի սովորություն ունեի Արցախ պետական համալսարանում սովորելու ընթացքում, տետրերի վերջում սովորաբար նշում էի այն հետաքրքիր աֆորիզմները, որոնք ինձ դուր են եկել եւ կարող են նաեւ ինչ-որ կիրառական նշանակություն ունենալ։ Միշտ ցանկություն կար դրանք իմի բերելու, սակայն ցանկության հետ միաժամանակ ես այլ սկզբունք էի մարջև դրել, որ դա ոչ թե պետքա լինի ուղղակի այդ գեղեցիկ խոսքերի հավաքածու կամ ժողովածու, այլ դու քո կյանքում դա պետք է ապրած լինես, ապրոբացված լինի, այսինքն քո միջով դա ֆիլտրված պիտի լինի եւ արդյոք այդ աֆորիզմները, որոնք քեզ դուր են եկել, ինչպես դուք եք նշում պատճառահետևանքային կապը, եթե քեզ դուր է եկել, կյանքում չես
կիրառել, չես օգտագործել ու հանրության ներկայացնես, դա մի քիչ կարծում եմ ճիշտ չի լինի, դրա արժեքը ճիշտ չի լինի։ Գրքի վերջում համարձակություն եմ ունեցել ներկայացնելու իմ համեստ կենսագրականը, որը ցույց է տալիս, որ դրանք ոչ թե ուղղակի խոսքեր են եղել, որ տարիների ընթացքում ես հավանել եմ, օգտագործել եմ, այլ որոշակի արդյունքներ գրանցել եմ եւ վստահ եմ, որ այդ աֆորիզմների միջոցով հնարավոր է։ Հաջորդ էտապը կամ փուլը հետեւյալն էր, որ դեռևս 2010 թվականից, որ դասավանդում եմ տարբեր համալսարաններում, Արցախի պետհամալսարանում, ներկայումս Գորիսի պետհամալսարանում եւ Ֆրանսիական համալսարանում, միշտ ուսանողների հետ շփման ժամանակ կամ ելույթների ժամանակ հաճախակի օգտագործում եմ աֆորիզմներ, կան որոշակի այսպես քանակ ուղղություն, որոնք մշտապես ես օգտագործում եմ եւ կարծում եմ, որ աֆորիզմը, որը կարող ենք ներկայացնել որպես մտքի բյուրեղ, որը քարացել է բառի մեջ, այն կարճ մտքի մեջ մեծ ասելիք ունեցող երևույթ է, դրա միջոցով կարելի է շատ բան փոխել մարդու կյանքում։ Իմ կարծիքը հետեւյալն է, որ եթե մեկ աֆորիզմը կարող է մարդու կյանքում փոփոխություն մտցնել, ապա այս գրքի մեջ, որում 2500 աֆորիզմ կա, հաստատ վստահաբար կարող եմ ասել, շատ շատերի մոտ կարող է դրական տեղաշարժեր ունենալ։ Այ իրավաբան եք, փաստաբան եք, իրավագետ եք, դասախոս եք, իրավունքի փիլիսոփայության մասնագետ եք։ Ինչ կապ ունի աֆորիզմը կամ հենց իգիկայը ձեր մասնագիտության հետ? Տպավորություն է, թե մի կողմում չոր մասնագիտություն է, մյուս կողմում հակառակը։ Տեսեք Անուշ ջան, ձեր խոսքում նշեցիք իրավունքի փիլիսոփայության մասնագետ, այո, եւ դասավանդում եմ այդ առարկան եւ գիրք եմ հեղինակել եւ ակադեմիկոս Ներսյանցի գիրքն եմ ռուսերենից հայերեն թարգմանել 1024 էջանոց։ Այստեղ եւ ուղղակի եւ անուղղակի կապ կա, մի կողմից իգիգայն էլ հենց փիլիսոփայություն է, կյանքի փիլիսոփայություն է, իսկ մենք ուսումնասիրել ենք իմ պարագայում իրավունքի փիլիսոփայություն, իսկ իրավունքը մեր կյանքի այդ փոքրիկ բյուրեղներից մեկն է համարում, որտեղ կյանքը ավելի մեծ սպեկտր ունի։ Հետևաբար այստեղ կարծում եմ նույնիսկ մասնագիտությունը կապ չունի, ուղղակի իմը այսպես համընկել է կյանքի փիլիսոփայություն, իրավունքի փիլիսոփայություն եւ այլն, կարծում եմ յուրաքանչյուրս էլ մեր կյանքում անկախ նրանից իրավաբան ենք, լրագրող ենք, ճարտարապետ ենք, թե գյուղատնտես ենք, յուրաքանչյուրն էլ իր կյանքում որոշակի նպատակներ դնում է եւ ցանկություն է հաջողությունների հասնելու, հետեւաբար չի ասի, որ պարտադիր կերպով պետք է մասնագիտությունս առանձնացնել, այսինքն ուղղակի մոտ դա ստացվել է, այս ամեն ինչը կազմակերպել է, հրատարակել է եւ վստահ եմ, որ սա կապ չունի իրավաբանի նախաձեռն է, սա կարող է օգտակար լինել ցանկացած մարդու։ Այո, ես էլ եմ վստահ, 2500 աֆորիզմ կա գրքի մեջ, որոնք հիմնվել են կենժահե փիլիսոփայության վրա։ Խնդրում եմ բացեք փակագծերը։ Այդ նախապատմության ժամանակ, երբ որ անդրադարձանք աֆորիզմներին, միշտ տարբեր ոլորտներից է ես առանձնացնում աֆորիզմները, հիմնականում երազանքի մասին, կյանքի մասին, երջանկության մասին, ժամանակի կառավարում եւ այլն։ Երբ որ արդեն բյուրեղացավ նաև այս գաղափարը գիրքը տպագրելը, որի վրա վերջին 1 տարվա ընթացքում ինտենսիվ աշխատել եմ, գրեթե ամեն օր, որտեղ որ հնարավոր էր աշխատել, եւ այս ընթացքում որոշել եմ, որ պետքա ու աշճանաբար այդ գաղափարը առաջացել, որ 7 ոլորտ պետքա ընդգրկի դա։ Սկսվում է կյանքով, աֆորիզմները սկսում է կյանքի վերաբերյալ աֆորիզմներով եւ ավարտում է երջանկությամբ եւ իմ համեստ կարծիքը նրանում է, որ մարդու կյանքի նպատակը կամ վերջին արդյունքը երջանիկ լինելն է։ Եվ մյուս ոլորտները հետեւյալն, այսինքն այդ կենժահե կենսափիլիսոփայությունը կամ հայեցակարգը, որը ինքս եմ ստացվում մշակել եմ, եւ դա կազմում է 7 ոլորտների՝ կյանք, երազանք, նպատակ, ժամանակ, աշխատանք, հաջողություն եւ երջանկություն։ Սա մի կողմից անվանում եմ կյանքի հիմնասյուներ եւ նոր բառ եմ նաեւ այդ ընթացքում ստացա առաջարկել կենսասյուներն է, մեր կյանքի սյուներն են սրանք համարվում։ Այսինքն մեր նպատակները կլինի եւ ինչ որ վերցնենք, սրանցից մեկի մեջ մտնում է հաստատ։ Սկզբնավորումը կյանքն է եւ կյանքի վերջնանպատակը, վերջնարդյունքը երջանիկ լինելն է։ Շատերս, երբ որ կարդում ենք աֆորիզմներ, մտածում ենք, որ գեղեցիկ մտքեր են, ավելի գեղարվեստական երանգ ենք տալիս։ Ինչ խորհուրդ կտաք, ինչպես կարդանք գիրքը, որ լինի այն մեզ համար ուղեցույց։ Նախ թույլ տվեք գրքի կառուցվածքը ներկայացնեմ, հետո ասեմ, ուրեմն գիրքը բաղկացած է 3 շերտերից կամ 3 մակարդակներից։ Առաջինը կոչվում է գիտակցում, սա լրիվությամբ նոր տեքստ է, որը ինքս եմ հեղինակել։ Այստեղ խոսում է եւ գրքի նախապատմության մասին, խոսում է այնուհետեւ ինչի մասին է գիրքը,
գենժահե փիլիսոփայության կամ կենսափիլիսոփայության մասին, ինչ է իկիգայը, կայձեն եւ կանբանի կապի մասին է խոսվում եւ մենք ունենք առանձին կետ ինչպես գտնել սեփական իկիգայը։ Հետո խոսում ենք մոտիվացիայի կարգապահության մասին, գրքի կառուցվածքի, գիրքը ում է հասցեագրված եւ ամենակարևորը ինչպես օգտվել գրքից։ Հիմա փորձեմ ձեր հարցին պատասխանել։ Այստեղ սկզբնական էջերում նշված են թե ինչպես գտնել իկիգայը, բայց իկիգայի մասին խոսելուց ես ուզում եմ մի կարևոր նկատառում անել, որ գրքի կազմին Venn դիագրամն է, որը ենթադրում է հետեւյալը. ինչ եք սիրում, որը դա մարդու գիրքն է, ինչու եք հմուտ, որն է ձեր կոչումը, ինչ է պետք աշխարհին կամ ձեր առաքելությունը եւ չորրորդը ինչու համար են ձեզ վճարում եւ ձեր մասնագիտությունը։ Դրա առանցքը մեջտեղը հենց կազմա իկիգայը։ Ինչպես գտնել իկիգայի, հիմա ձեր հարցին պատասխանեմ։ Այստեղ որոշակի կոնցեպտ կա, քայլերի հերթականություն կա, 5 քայլ են, ուղղակի դրանք թվարկեմ, հետո ընթերցողը ավելի մանրամասն կծանոթանա։ Առաջին քայլը սեփական հետաքրքրությունների շրջանակի որոշումն է կամ հստակեցումը, երկրորդը ինքնաճանաչումը, երրորդը 4 հարցերի վերլուծությունը, չորրորդը փոքրիկ սկիզբ եւ հինգերորդը գիտակից ներկա։ Դրանից զատ սեփական իկիգայը գտնելու համար ինքս առաջարկում եմ 4 կատեգորիայի անձինք, որոնք կարող են մեզ նպաստել, օգնել, որպեսզի մենք կարողանանք մեր իկիգայի գտնել։ Դրանք մեր ծնողներն են, մեր ընկերներն են, ամուսինը կամ կինը եւ մեր երեխաներն են։ Եվ 4 կատեգորիա անձանց հետեւյալ ձև ենք ներկայացնում։ Ծնողը դա մեր արմատն է կամ անցյալը, ընկերը դա մեր կողմնացույցն է կամ ներկան, զուգընկերը կամ ամուսինը մեր հենարանն է կամ ապագան, իսկ երեխան մեր շարժիչ ուժն է եւ ինչուն, իմաստը։ Այսինքն նաեւ նշված կատեգորիայի անձինք կարող են նպաստել, որպեսզի մենք կարողանանք մեր իկիգայի գտնել։ Եւ այս տեսական մասի վերջում ներկայացված է, թե ինչպես օգտագործեն գիրքը, այսինքն քանի որ գրքում 7 ոլորտի վերաբերյալ 2500 աֆորիզմ կա, սա գեղարվեստական գիրք չի, որ առավոտից իրիկու նստենք, կարդանք, շուտ անենք, ավարտենք։ Ոչ, այդպես չպետք է դիտարկենք, այլ պետք է որոշակի մոտեցումով դրանք ուսումնասիրել, որոնք այստեղ նշված են։ Դրանից զատ երկրորդ բաժինը գրքի դա աֆորիզմներն են, 7 ոլորտի վերաբերյալ 2500 աֆորիզմ, որոնք գտել, թարգմանել, խմբագրել եմ, նաև իմ գործընկերներն են սրբագրել։ Հաջորդը երրորդ մասը կոչվում է իկիգայ պրակտիկում, որտեղ որ նախատեսված է տեղ սահմանելու ընթերցողի համար 12 նպատակները, առանձին ունենք տեղ, որտեղ պետք է քառակուսի վանդակների մեջ նշել այն աֆորիզմները, որոնք հավանել են, ընթերցողը հավանել է, այնուհետև նախատեսված է տեղ, որպեսզի երբ որ նպատակդ գրում ես, այստեղ նշես որ աֆորիզմները ընթերցելուց հետո, որ աֆորիզմները կարող են նպաստել այդ նպատակների իրականացմանը, այնուհետև տրված են այսպիսի հետաքրքիր սխեմա, որտեղ որ նշում եք նպատակը, ինչից են պատրաստ հրաժարվել այդ նպատակին հասնելու համար եւ այլն։ Այսինքն նշում եք ձեր նպատակի իրականացման համար գործողություններ, ժամկետներ եւ այլն։ Այսինքն մի կողմից կա գիտակցումը, տեսական մասը, երկրորդը մենք ոգեշնչում ենք, երկրորդ մասը կոչվում է ոգեշնչում եւ երրորդ մասը կոչվում է գործողություն, որպեսզի մարդը իմանա նյութը ընթերցեց, ոգևորված եւ գործողության ժամանակն է։ Այսինքն եթե մենք ուզում ենք մեր կյանքը իմաստավորել, հասնել հաջողության, նաեւ լինել երջանիկ, պետք է այս փուլերով մենք անցնենք։ Ինձ համար օրինակ միշտ շատ կարևոր է, թե ով է գրքի հեղինակը։ Ես վստահաբար ասում եմ, որ մոտիվացնող գիրք է լինելու, հատկապես երբ ճանաչում եմ ձեզ, որովհետև եթե ինձ ասեն շատ աշխատասեր, հաջողությունների հասնող մարդ, առաջիններից եք, որ ձեր անունը կտամ, վստահ եմ մոտիվացնող է լինելու եւ շատ կարևոր է իսկապես, որ անընդհատ փնտրող, հասնող մարդն է նման կերպ ոգևորում։ Եթե փորձենք նկարագրել ձեր ընթերցողին, ով է ձեր ընթերցողը, ով է, գործարար է, երիտասարդ է, ով կյանքի ուղին է փնտրում, աշակերտ է, ուսանող է, ով է ձեր ընթերցողը։ Հետաքրքիր հարց եք տվել, Անուշ ջան, տեսեք, իմ համեստ կարծիքով իկիգայի փիլիսոփայությունից ելնելով յուրաքանչյուր մարդ ուզում է կյանքում հաջողակ լինել, ուզում է երջանիկ լինել, այսինքն դա մի կոչում է, մի լույս է կամ այդ իմ ասած Ալեքսանդրիայի փարոսն է, որին բոլորս ձգտում ենք։ Սակայն, ինչպես իմ խոսքում արդեն նշեցի, հաջողության հասնելու համար առանց որևէ գործողություն անելու հնարավոր չէ, այսինքն դա
ինչ որ մի մրցույթի, որին մասնակցես, շահես եւ այդ գումարով ինչ որ մի հաջողություն գրանցես։ Դա էլ կարող է պատահական կամ լինի կամ չլինի։ Դրա համար անհրաժեշտ է գործողություն։ Հիմա ուղիղ ձեր հարցին պատասխանեմ, ելնելով այս մուտքի խոսքից, կարծում եմ, որ սա հասցեագրված է այն մարդկանց, ովքեր ուզում են իրոք կյանքում իմաստ գտնել իրենց իկիգայը, ուզում են իրենց կյանքի րոպեները, վայրկյանները ավելի հետաքրքիր անցնեն, էլի նույն բառը կրկեմ, ավելի իմաստավորված լինի, որովհետև կյանքը տրվում է մեկ անգամ եւ մենք պետք է հասցնենք կյանքը վայելելու։ Հետևաբար լինի դա աշակերտ, լինի ուսանող, գործարար, բոլորն են կարող են ընթերցել, բոլորս է ոգեշնչման, ոգևորման կարիք ունենք։ Նույն այս գիրքը պատրաստելը ինձ համար իմ իկիգայներից մեկն էր։ Այսինքն մարդ մենակ կյանքում մի իկիգայ չի կարող ունենալ։ Կարող են այդ իկիգայները բազմաթիվ լինեն։ Այսինքն վերջին 1 տարվա ընթացքում եթե ես շատ ինտենսիվ աշխատել եմ որպեսզի այս գիրքը լինի, նշանակում է, որ հիմա եթե մենք շոշափում ենք, նշանակում է ես հասել եմ իմ իկիգային եւ իկիգայի ավելի բարձր մակարդակը, որի վերջնանպատակն է ինձ համար, որպեսզի այս ուղերձը հասնի այն մարդկանց, ովքեր դա ցանկանում են ստանալ, այսինքն այն մարդկանց, այն ընթերցողներին, ովքեր ուզում են որոշակի փոփոխություն տեսնել։ Եվ ես վստահ եմ, որ եթե մեկ աֆորիզմը կարող է մարդու կյանքում փոփոխություններ մտցնել, որոշակի ազդեցություն ունենալ եւ այլն, ապա 2500 աֆորիզմ ընթերցելուց, որոշակի այդ գործողությունները կատարելուց հետո, գործնական այդ մաս աշխատարանը լրացնելուց հետո, վստահաբար կարող եմ ասել, որ մարդկանց մոտ կստացվի հաջողել եւ իմաստավորել իրենց կյանքը։ Ես մի հետաքրքիր բան նկատեցի, ձեր գրքերի վրա միշտ լինում է Ավետիք Համլետի Հարությունյան, այս անգամ զուտ Ավետիք Համլետի։ Ինձ հետաքրքիր է ձեր հայրը կարդացել է արդեն գրքի մեջ էմոցիոնալ ինչ որ կապ դրել եք հայրիկի հետ կապված։ Գիտեմ, որ բավականին իմաստուն հայր ունեք, ճանաչում եմ, ուզում եմ հասկանալ, նաև ազգանունը չդնելով զուտ Ավետիք Համլետի ընդգծել եք հայրանունը։ Ինչ որ փիլիսոփայություն կա։ Այո, շնորհակալություն հետաքրքիր հարցի համար։ Այո, Համլետը եւ իմ հայրն է եւ իմ ավագ որդին է։ Այս պարագայում, քանի որ հասարակության մեջ ինձ ճանաչում է որպես իրավագետի, փաստաբանի եւ դասախոսի, սա մի փոքր ստացվում է իրավագիտությունից դուրս է, բայց էլի փիլիսոփայության ծիրում է գտնվում, եւ սա այն երկար ճանապարհի առաջին քայլն է, որը ես իրականացրել եմ, որովհետեւ հետագայում նմանատիպ գրքեր եւս լինելու են, եւ որոշել եմ, որ այս ֆորմատի գրքերը պետք է անուն հայրանունը գրեն, Ավետիք Համլետի։ Դրանից զատ երախտագիտությամբ նվիրել եմ ընտանիքիս անդամներին, որոնցից յուրաքանչյուրը նպաստել է կյանքիս իմաստավորմանը, հաջողությունների կերտմանը եւ երջանկությանը, այսինքն սա կարող եմ ասել ինչ որ իմաստով կյանքի որոշակի փուլի հաշվետվություն է եւ նաեւ մի փոքրիկ գաղտնիք էլ բացեմ, եթե կարելի է։ Գրքի վրա աշխատել ենք նախորդ տարի, շատ ինտենսիվ, ինչպես արդեն նշեցի, քանի որ նախորդ տարի լրացել է իմ 40-ամյակը եւ Կարլ Յունգը մի հետաքրքիր միտք ունի, ես ուզում եմ դա ընթերցել, 121-րդ աֆորիզմն է, իդեպ բոլոր աֆորիզմները հատուկ համարակալել ենք, որ յուրաքանչյուր աֆորիզմը ունենա իր հասցեն։ Կարլ Յունգը ասել է հետեւյալը, որ կյանքը իսկապես սկսվում է 40 տարեկանից հետո, մինչ այդ դուք պարզապես ուսումնասիրություններ եք կատարում։ Այս աֆորիզմը իմ վրա մեծ ազդեցություն է գործել եւ ես որոշել եմ, որ պետք է անպայման 40-ը բոլորած այս գիրքը պատրաստ լինի եւ իմ 40-ամյակի օրին սա արդեն պատրաստ էր, ուղղակի այս ընթացքում ենք խմբագրել եւ սրբագրել ենք։ 2500 աֆորիզմներից կա աֆորիզմ, որը ձեր կյանքի ամենադժվար փուլում դարձել է ձեր փրկողակը կամ ուղեցույցը։ 2500 աֆորիզմը, որոնք որ ես առանձնացրել եմ, դրանք մի քանի անգամ ավելի շատ ընթերցած աֆորիզմների արդյունքն է, այսինքն զտված աֆորիզմներ են։ Ինչպես արդեն նշեցի, համարակալած են բոլոր աֆորիզմները, մի քանիսն են, բայց եթե ասում եք մեկը, ուրեմն մեկին անդրադառնամ, Լաո Ցզի հայտնի խոսքն է 854-րդ աֆորիզմն է, 1000 մղոն երկարությամբ ճանապարհորդությունը սկսում է առաջին քայլից, եւ ուզում եմ եւս մեկը առանձնացնել 511-ը Աբդուլ Քալամը Հնդկաստանի նախագահ էր, ուրեմն մի հետաքրքիր միտք ասել, երազակ այն չէ, ինչ տեսնում ես քնած ժամանակ, այլ այն, ինչը քեզ չի թողնում քնել, քանի դեռ իրականություն չես դարձրել այն։
Այսպես շարունակ հետաքրքիր աֆորիզմներ կան, որոնք որ իրոք ամեն դժվար պահի եւ այլն ընթերցում ես ավելի ես ոգևորվում։ Ու ամենակարևորը, պատկերացրեք գրքում ներկայացված 2500 աֆորիզմները 800 հեղինակի աֆորիզմներ են ու մարդիկ, ովքեր կյանքում հաջողել են, դրանք գործարարներ են, մշակույթի գործիչներ են, քաղաքական գործիչներ կարող է լինեն եւ այլն։ Այսպես շարունակ մարդիկ են, ովքեր որ իրենց հետագիծն են թողել ոչ թե մենակ իրենց երկրում, այլ ամբողջ երկիր մոլորակում, հետեւաբար սրանք ընթերցելով ոչ միայն մենք պիտի ոգևորվենք, այլև ամենակարևոր իմ ուղերձը դա գործելն է։ Որն է այն գլխավոր ուղերձը, որը կցանկանաք ուղղել ձեր ընթերցողին։ Երևի թե հարցին ամենաճիշտ ձևով պատասխանեմ գրքի հետևի մասում ներկայացված այդ ուղերձը, որոնք որ հենց այդ Կենժահեի գաղափարախոսությունից է գալիս, արժևորեք եւ իմաստավորեք կյանքը, ունեցեք շատ երազանքներ, սահմանեք իրագործելի նպատակներ, կառավարեք ժամանակը, աշխատեք քրտնաջան ու արդյունավետ, եղեք հաջողակ ու երջանիկ։ Հրաշալի է, ես վստահ եմ, որ հաջողության եւ երջանկության ձգտող շատ մարդիկ կփորձեն ձեռք բերել այս գիրքը։ Շնորհակալություն հարցազրույցի համար, ապրեք։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա on-line shop.grohe.am